կարևորելով հաղթանակի 80-ամյակի խորհուրդը, պարոն Ծառուկյանը բարեգործական հիմնադրամի աշխատակազմին հանձնարարեց ոչ միայն նախատեսել եւ իրականացնել հաղթանակի 80-ամյակին նվիրված ծրագրեր, այլ նաեւ ուսումնասիրել այլ կազմակերպությունների անհատների կողմից ներկայացված ծրագրերը եւ ֆինանսավորել դրանք, որոնք որ նվիրված են հաղթանակի 80-ամյակին։ Քանի որ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կարևորությունը որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել, վստահ եմ այս կարծիքը կիսում են բոլորը, որովհետև Հայաստանի համար եւս շատ մեծ ու պատմական նշանակություն է ունեցել այս հաղթանակը։ Գաղտնիք չէ, որ շուրջ 600,000 հայրենիներ մասնակցել են հայրենական մեծ պատերազմին, որոնցից 300,000-ը հերոսացել են եւ մարտի դաշտից հետ չեն վերադարձել։ Տասնյակ գեներալներ, մարշալներ, ծովակալներ կերտել են այդ հաղթանակը եւ այսօր վստահաբար հետխորհրդային բոլոր պետությունների շարքում Հայաստանը առաջիններից մեկն է, վստահաբար կարող եմ ասել, ով կիսում է հենց այդ հաղթանակի կարևորման պատասխանատվությունը։ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրականացրել պատմաբանների, մասնագետների հետ զրույցում բազմաթիվ, այսպես նաև պատմական փաստեր նորովի են բացահայտվել եւ մեր հիմնական նպատակը այն էր, որպեսզի մենք թույլ չտանք, որպեսզի պատմական իրողությունները խեղաթյուրվեն, որովհետեւ ցավոք սրտի այսօր որոշակի գործընթացներ, կարծում եմ բոլորն էլ տեղյակ են, որ որոշակի գործընթացների արդյունքում փորձ է արվում այս կամ այն կերպ ստվերել թե հայ-ռուսական հարաբերությունները, դրանք ավելի շատ ուղղորդված բնույթ են կրում, ես դրանում վստահ եմ եւ մեր գերնպատակներից մեկը այն էր, որ մենք թույլ չտանք այդ պատմական ճշմարտության խեղաթյուրմանը։